Թե ընդդիմության, թե իշխանության համար առանցքային կետ է մնում ընտրացուցակների հրապարակման հարցը։ Եթե քաղաքանրույթը եւ ընդդիմությունը պնդում է հրապարակել ցուցակը, ապա իշխանությունը նույն կերպ պնդում է, որ անհնար է հրապարակել ցուցակները։ Հիմա այսօրվա քննարկումը 4+4+4 ձևաչափով կարծեք թե ընդհանուր լուծումների փաթեթ է առաջարկում, թեև պարոն Հարությունյանը պնդում է, որ ցուցակները այն տեսքով, ինչպես դուք եք պահանջում, չի հրապարակվի, բայց կարելի է գտնել միջանկյալ լուծում։ Նրա առաջարկած միջանկյալ լուծումը արդյոք ընդունելի է ձեզ համար։ Տեսեք, ստեղ կարող է լինել ինչ-որ միջանկյալ լուծում, որը մենք ընդունենք։ Հետևյալն է խնդիրը, հիմա օրինակ ինչումն է հարցը, մենք առաջարկում ենք, որ լավ, եթե դուք չեք հրապարակում, բայց համաձայնվում եք ամեն տեղամասում ներկա գտնված վստահված անձին տալ ցուցակը, այսինքն ոչ թե որպես պաշտոնական փաստաթուղթ, այլ աշխատանքային փաստաթուղթ, տվեք ոչ թե ամեն կուսակցության կոնկրետ տեղամասում եղած վստահված անձին, որը ստիպված կլինի գալ ընտրատարածքային հաջորդ օրը այդ դիմումը ներկայացնել, այլ տվեք այդ ընտրատարածքային կուսակցության վստահված անձին, այդ նույն կուսակցության ներկայացուցիչն է, որովհետև մարզերում տեսեք կան տեղեր, որտեղ տեղամասը ընտրատարածքից 100 կիլոմետր հեռավորության վրա է։ Հիմա ինչի՞ այդ վստահված անձը անցնի 100 կիլոմետր, այդ մեկ եւ երկրորդը, ստեղ ուրիշ խնդիր է լուծվում։ Միգուցե ինչ-որ տեղամասերում կուսակցությունը չունի վստահված անձ, բայց ուզում է համոզվել, որ այդ տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն չի եղել, որ այդ պոտենցիալ ընտրակեղծարարների կողմից չչարաշահվի վստահված անձի բացակայությունը։ Պոտենցիալ ընտրակեղծարարի համար ըստ էության տարբերություն չլինի այս մասով ընտրակեղծի կանողի համար, էլի, կա վստահված անձ, թե չկա։ Ինքը գիտի, որ հետո այս ցուցակը վստահված անձը կարողանալու է տեսնել, Այս մասում իշխանությունները ես պետք է ասեմ, ինչքան որ ես հասկացա, չեն ասել դեռևս, ես հույսով եմ, որ իրենք հակ ասեն եւ հնարավոր կլինի, որ գոնե ընտրատարածքայինների մակարդակով վստահված անձանց տրվի ամբողջ ցուցակը։ Իշխանությունը, որը այսպես ասած կոշտ ոչ չի ասում ձեր առաջարկի հետ կապված, կարող է առաջարկել այնպիսի լուծում, որը ըստ էության ձեզ համար այլևս սկզբունքային չի դարձնի հրապարակել ցուցակներ այսպես ընտրատեղամասի մոտ։ Տեսեք, հենց այդ տարբերակն է քննարկվում, որ ոչ թե ընտրատեղամասի պատին քվեարկվի, փակցվի, այլ տրվի վստահված անձին, այդ տարբերակն է հիմա քննարկվում եւ որպես ընտրանքային տարբերակ դա անձամբ իմ համար, ես չեմ կարող ամբողջ քաղաքացիականից ասել, բայց անձամբ իմ համար ընդունելի կլինի, բայց եթե ոչ թե դա լինի տեղամասերի մասշտաբով, այլ գոնե ընտրատարածքների։ Դանիել, այս օրերի քննարկումները գրեթե ավարտվում է, այսպես ասած 4+4+4 ձևաչափով քննարկումը, ինչ են արձանագրում իշխանության, քաղաքասարակության եւ ընդդիմության կողմից հնչած առաջարկների մասով կձևավորվի ըստ ձեզ այս փուլում այդ կոնսենսուսը, հաշվի առնելով վերջին օրերին, այսպես ասած, նաեւ համերաշխության տրամադրությունները, պայմանավորված սահմանային լարվածության, պատերազմական գործողությունները։ Տեսեք, ես պետք է ասեմ, որ ցավոք սրտի կոնսենսուսից դեռևս հեռու ենք, բայց ես պետք է արձանագրեմ, որ իշխանության դիրքորոշումը բավականին այն դիրքորոշումը, որ մենք այստեղ լսում ենք, բավականին փոխվել է եւ ավելի բարենպաստ է, քան այն դիրքորոշումը, որ արտահայտված է ընտրական օրենսգրքի տեքստում։ Այսինքն դրական տեղաշարժ կա եւ այդ մասով ես իհարկե դրական եմ գնահատում այս process-ը, բայց որ ասեմ, որ կա գոնե մի կետ, որով իշխանությունները ընդունել է մեր պահանջը, ցավոք սրտի ոչ։ Այնուամենայնիվ գրեթե բոլոր կետերով բացառությունը միայն մի կետ է, դա բաց եւ փակ համամասնական ցուցակներն են, մյուս բոլոր կետերով ինչ որ տեղաշարժեր իշխանության դիրքորոշման մեջ չկա։